Բայազետը պաշարված էր թուրք, քուրդ, բոշա, ջուլո եւ ավելի քան 20,000 խառնիճաղանջ բաշիբոզուկներ խառնտաշկած կանոնավոր զորքերի հետ շրջապատել էին Կիսավեր քաղաքը։ Նա ծխում էր կրակի մեջ որպես մի ընդարձակ խարույկի տարածություն։ Բայազետի միջնաբերդը դեռ մնացել էր անառիկ։ Փոքրաթիվ զինվորներ միլիցիայի հետ ամրացել էին այնտեղ եւ օրհասական հուսահատությամբ սպասում էին մի սարսափելի վախճանի։ Պաշարումը տեղի ունեցավ 1877 թվականի հունիսի 6-ին եւ տևեց ամբողջ 23 օր։ Բարև բարեկամներ, այսպես է սկսվում հայ ժողովրդի հանճարեղ զավակ, մեծագույն հայ գրող Ռաֆու Խենթվեպը, որի գլխավոր հերոսն իրական անձնավորություն է եղել Սամսոն Տեր-Պողոսյան, եւ այսօր նրա ծննդյան օրն է։ Խենթը ծնվել է 1851 թվականի մայիսի 10-ին Կոտայքի մարզի Արա գյուղում։ Մենք պարտավոր ենք հայ եւ համաշխարհային արվեստի մեծերին հիշել ամեն օր։ Եվ գուցե մեր հաղորդումներն օգնեն մեր ուսուցիչներին, գրողներին, մշակույթի գործիչներին հավատարիմ մնալ այն մեծ ավանդույթներին, որ ժառանգություն ենք ստացել։ Խոստովանենք, որ միշտ չէ, որ հիշում ենք նրանց։ Շատ ցանկալի ենք համարում, որ մեր դպրոցներում, մեր բուհերում միշտ ուսումնասիրվեն, մեծարվեն հայ եւ համաշխարհային մշակույթի մեծերը։ Հետևեք մեր հաղորդումներին, սիրելի բարեկամներ, ուսուցիչներ, մշակույթի մարդիկ, միջոցառումներ կազմակերպեք, առիթը բաց մի թողեք մեծերի հետ հաղորդակցության։ Վերադառնանք Հայաստան, որտեղ մեզ սպասում է Ռաֆու Խենթը։ Գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորած Երևանյան ջոկատի կազմում կամավոր Սամսոն Տեր-Պողոսյանը մասնակցել է 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմին։ 77 թվականի հունիսին, երբ թուրքական զորքերը պաշարել էին Բայազետի բերդը, քրդական տարազով ծպտված Տեր-Պողոսյանը խենթ ձևանալով գիշերով կարողացել է դուրս գալ թշնամու օղակից եւ բերդի վիճակի մասին տեղեկացնել գեներալ Արշակ Տեր-Ղուկասովին։ Օգնության ուղարկված ուժերը հունիսի 28-ին ազատագրել են Բայազետը եւ փրկել բերդի կայազորը։ Գեներալ լեյտենանտ Արշակ Տեր-Ղուկասովի միջնորդությամբ այդ սխրանքի համար ռուսական իշխանությունները Սամսոն Տեր-Պողոսյանին շնորհել են սպայի կոչում, Սուրբ Գեորգի ոսկեխաչ եւ նշանակել ցմահ թոշակ։ Դեպքերի մանրամասներին ծանոթանալու համար գրող Ռաֆին գնում անձամբ հանդիպում է այդ քաչ զինվորի Սամսոն Տեր-Պողոսյանի հետ, որն էլ այդ հանդիպման մասին հուշեր է թողել։ Ահա թե ինչ է պատմում Խենթը Սամսոն Տեր-Պողոսյանը։ Ես ինչ-որ հանձնարարականով Էջմինայցին էի եկել, երբ կապույտ ակնոցով, մեծ սև բեղերով, ինչ-որ մարդ առաջս կտրեց, ծանոթացավ, անվանելով իրեն Մելիք Հակոբյան եւ ասելով, որ ինձ հետ կարևոր խոսակցություն ունի, տարավ միաբաններից մեկի խուցը եւ ահա այնտեղ սկսեց ինձ հարցուփորձի ենթարկել։ Իմ մի տարի առաջ Բայազետում եւ գեներալ Տեր-Ղուկասովի բանակում արածների մասին։ Ես ամեն կերպ աշխատում էի կարճ կապել, բայց այս մարդը յախիցս բռնել փոք չէր գալիս, հարցեր էր տալիս, որ տալիս էր եւ ասածներս գրում էր ծոցատետրում։ Այդ պահին ներս մտավ բժիշկ Բագրատ Նավասարդյանը, որ գաղթականներին բուժող ու խնամող վանքի բժիշկն էր, եւ կամացուկ ասաց ականջիս. «Սա մեր հայտնի գրող Ռաֆին է, մանրամասն պատմիր, նա կարծես ինչ-որ բան է ուզում գրել այդ պատերազմի մասին»։ Եվ ես սկսեցի պատմել ու պատասխանել նրա տված հարցերին, որից հետո դուրս եկա ու գնացի իմ գործին։ Այսպես, սիրելի բարեկամներ,
Սամսոն Տեր-Պողոսյանը դարձավ Խենթը վեպի գլխավոր հերոսի Վարդանի նախատիպը։ Վեպը առաջին անգամ լույս տեսավ 1881 թվականին Շուշիում։ Ռաֆին ցանկանում էր ժողովրդի մեջ արթնացնել ազգային ինքնագիտակցությունը, ազգի ճակատագիրը սեփական ուժերով տնօրինելու եւ զենքի ուժով հայրենիքը ազատագրելու գաղափարը։ Կարելի ասել, որ վեպը իր առջև դրված խնդիրը կատարեց լավագույն կերպով։ Ժամանակին այն մեծ արձագանք է ստացել ընթերցողների շրջանում, բարձրացրել հայրենասիրության վիթխարի ալիք։ Ահա թե ինչպես է ներկայացնում Ռաֆին իր քաջ հերոսին։ Մի քանի հայ կամավոր զինվորներ բերդից նայելով այդ դժոխային տեսարանին լաց էին լինում։ Խոսքը Բայազետի կոտորածի մասին է։ Կոտորածը շարունակվում էր ամբողջ 3 օր, 3 գիշեր։ Ախ, ինչպես մորթում եմ, ասում էին բնակիչները հառաչելով։ Դրանց մոտ կանգնած մի երիտասարդ, որ նույնպես նայում էր քաղաքում կատարվող բարբարոսությունների վրա։ Նրա աչքերում արտասուք չէր երևում։ Տխրության մի նշույլ անգամ չէր կարելի տեսնել նրա զայրացած դեմքի վրա։ Նրա սիրտը նույն րոպեում լցված էր մի դառն ատելությամբ, բայց ոչ դեպի այն գազանները, որ այրում էին, որ մորթում էին, այլ դեպի այն վախկոտները, որ ոչխարի նման թույլ էին տալիս իրենց մորթել։ Նայեցեք, ասաց նա։ Այսքան բազմության մեջ մի մարդ էլ չեք տեսնի, որ ձեռք բարձրացներ իր սպանողի վրա։ Էլ դրանից ավել ինչ կարող է լինել, որ շարժեր մարդու կատաղությունը, որ բորբոքեր վրեժխնդրություն։ Տունը աչքի առջև այրում են, զավակները կրակի մեջ խորովում են, կինը, աղջիկը քաշում տանում են, տղամարդը տեսնում է այդ բոլորը եւ ինքը ամենայն խոնարհությամբ պարանոցը դեմ է անում թշնամու սրին։ Տո անիծյալ, դու էլ մարդ ես, դու էլ սպանիր, հետո մեռիր։ Սա խոսում է Վարդանը, Ռաֆու հերոսը, եւ այս խոսքը դառնում է մի շատ կարևոր գաղափար, որ հնչում է վեպի մեջ։ Այսպես ահա ամբողջացավ վեպի իր գաղափարներով, Լեոն շատ հետաքրքիր տողեր է թողել Խենթի թողածածության մասին։ Վեպը ցնցել է հայոց հոգիները։ Ահա թե ինչ է գրում Լեոն, պատմաբան Լեոն։ 19-րդ դարի կեսերին կար հասարակության ընդարձակ տրամադրություն, որ ասում էր, թե ձրի ոչինչ չէ տրվում մարդուն, թե ազատությունը չէ շնորհվում իբրև ողորմություն, այլ նվաճվում է իբրև իրավունք։ Այս ընդհանուր հոսանքին հարկավոր էր ղեկավարախոսք, հարկավոր էր ծրագիր։ Ժամանակի այս մեծ պահանջի իրականացումն էլ վիճակվում է Ռաֆու տաղանդին։ Ջալալեդդինից հետո հրատարակվում է Խենթը, որի գործած տպավորությունը անհամեմատ ավելի մեծ է, ավելի դյութիչ։ Ընթերցող հասարակությունը հմայված է։ Շուշի քաղաքում ձմեռային մի ցուրտ գիշեր ես, պատմում է Լեոն, պատահել եմ շուկայի գիշերապահին, նստած մի խարույկի առջև Խենթը կարդալիս։ Նա գանգատվում էր ինձ, որ չէ կարողանում ընդհատել ընթերցանությունը եւ կատարել իր պաշտոնը։ Խենթը առանցին գրքով տպագրվեց Շուշիում եւ մի ամսվա մեջ ամբողջովին սպառվեց։ Առաջին ներգործությունը նա արավ տպարանի գրաշարի վրա, որ ուզում էր թողնել ամեն ինչ ու գնալ թուրքած Հայաստանն ազատագրելու, չունենալով անգամ զենք յուր ձեռքին։ Կարճ միջոց հետո Հայաստան ճանապարհվեց տեղական ռեալական դպրոցի աշակերտներից մեկը, բայց ճանապարհից հետ ուղարկվեց։ Այնուհետև այդպիսի դեպքեր շատ պատահեցին։ Երիտասարդությունը վարակված էր միահամուռ տենդով, ամեն մեկ ուզում էր Ջալալեդդինի, Խենթի հերոսներից մեկը դառնալ։ Ռաֆու քաջ հերոսները նրա վեպերի էջերից դուրս էին եկել կյանքի մեջ մարմին եւ արյուն ստանալու համար։ Խենթը Սամսոն Տեր-Պողոսյանը մահացել է Էջմիածնում 1911 թվականին։ Հերոսի մարմինը
հողին է հանձնվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցու ծախակողմյան պատի տակ։ Խենթի գերեզմանի աջ կողմում թաղված է հռչակավոր մախլուտոն Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ, նշանավոր հայդուկ Անդրանիկի անձնական քարտուղարը եւ զինակիցը։